Տիկին Վարդանյան, Իշխան Սաղաթելյանը կարելի ասել ամիսներով աշխատանքի չի ներկայանում, երեք ներկայացավ, ինչ որ իրավիճակ ստեղծվեց, լարվածություն առաջացավ, իր շուրջն էր դա, այնուհետև նա հայտարարեց, որ լարված իրավիճակ առաջացավ այն բանից հետո, երբ դուք բարձրաձայնեցիք ցեղասպանության վերաբերյալ նախագիծը, ինչու է դաշնակցությանը թվում, որ ցեղասպանության ճանաչման հարցով մտահոգված եք միայն դուք, մնացածը ոչ մի բանով չեն հետաքրքրվում։ Շնորհակալություն հարցի համար, ծառը ճանաչվում է իր պտուղներից, Դաշնակցությանը չի թվում, ոչ էլ Իշխան Սաղաթելյանն է հայտարարել։ Ինչ տեղի ունեցել ձեր աչքի առաջ եւ մի քիչ դժվար է էլի այդ հազարավոր մարդկանց աչքի առաջ տեղի ունեցածը փորձել նենգափոխել ու այլ տեսանկյունից ներկայացնել։ Այժմ քննարկում էր հայտարարագրերի ժամկետի երկարաձգումը, Հայաստան խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հայտարարեց նաեւ անակնկալ կերպով, որովհետեւ դրա մասին խոսակցություն չէր եղել եւ դա հենց այդպես էլ նախատեսված էր, որ մենք այսպիսի նախագիծ ենք ցեղասպանության շղթումը քրեականացնող նախագծով ենք հանդես գալու եւ դա տեղի ունեցավ, այն ինչ որ տեղի ունեցավ, թե ինչու այդպեսի արձագանք, անկեղծ եմ ասում, դա ինձ էլ է հետաքրքիր, ի վերջո ո՞րն էր այդ արձագանքի իմաստը եւ ինչու են այդքան ջղագրգիռ արձագանքում։ Ես չեմ կարծում, որ Հայաստան ցեղասպանության թեման հետաքրքրում է միայն դաշնակցությունը երբեք այդպիսի պնդում չի արել, ճիշտ հակառակը։ Ես կարծում եմ, որ ցեղասպանության թեման Հայաստանում մի քանի քաղաքական գործիչ չի հետաքրքրում, մնացած հանրությանը քաղաքական ուժերին եւ գործիչներին հետաքրքրում է եւ երեկվա այդ օրինագծի հանրային արձագանքներն եւ քաղաքական շրջանակների, մասնագիտական շրջանակների արձագանքերը դրա մասին են վկայում։ Ինչ վերաբերում է Իշխան Սաղաթելյանի մասին ձեր պնդումներին, գիտեք, նախ գալիս է եւ այստեղ է ներկայ է լինում, այդ թե ինչու է Իշխան Սաղաթելյանի ամեն անգամ դահլիճ մտնելը կամ որևէ արտահայտություն նման ջղագրգիռ արձագանք ստանում, հարցրեք ԿՊ-ի ներկայացուցիչներին, ես էլ չգիտեմ, թող իրենք մեկնաբանեն, բայց ցեղասպանության թեման տպավորությունը, որ դաշնակցությունը ուզում է սեփականաշնորհել, բացարձակապես այդպես չի։ Մենք բնական դաշնակիցներ են, բոլոր են կառույցները, անկախ որևէ այլ հարց ունեցած տարբերությունից, բոլոր են կառույցները, անհատները, ովքեր հետապնդում են ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը, եւ մենք ամբողջ աշխարհում համագործակցում ենք իրենց հետ։ Մեր ցավը այն է, որ հիմա Հայաստանի Հանրապետությունում մենք կարիք ենք ունեցել բերել ցեղասպանության շղթումը քրեականացնող օրինագիծ։ Այդ դա մեր համար ողբերգություն է, անկեղծ եմ ասում։ Շնորհակալություն։